Պարոն Օհանյան, օրերս Սամվել Բաբայանը իմ հաղորդման հյուրն էր եւ ասաց, որ Շուշիի օպերացիան կոմանդոսը իրեն է վերագրել, իրականում նա դիրքերը թողել եւ գնացել է եւ այդ օպերացիայի, այսպես ասած, հեղինակը ինքն է եղել։ Ես կխնդրեմ դուք, քանի որ դեպքերին քաջածանոթ եք, այստեղ լուսավորեք, հա, իրականում, որտեղ մեր հանրությունը մի տեսակ ստացվում է, որ հիմա կոմանդոսը ողջ չի եւ չի կարող հակադարձել, բայց ստացվում է ըստ Սամվել Բաբայանի մենք այսպես կեղծ հերոսներ ենք մեր համար կերտել ու Շուշիի համար Բաբայանին ենք պարտական, ոչ թե կոմանդոսին։ Տեսեք, Արցախյան ազատամարտի ժամանակ, առաջի ազատամարտի ժամանակ բոլորն էլ դերակատարություն ունեցել են։ Կոնկրետ, երբ խոսքը գնում է Շուշիի օպերացիային, այդ օպերացիայի մեջ դերակատարություն է ունեցել եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ այն ժամանակ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ինքնապաշտպանական ուժերի շտաբի ղեկավար կոմանդոսը Արկադի Տեր-Թադևոսյանը եւ նաեւ Շուշի օպերացիայում ընդգրկված բոլոր 4 ուղղությունների հրամանատարները, որոնցից մեկը Սամվել Բաբայանն է եղել, անկասկած բոլորն էլ այդ օպերացիայի մշակման, նախապատրաստման, իրականացման փուլերում իրենց դերը կատարել են։ Արցախյան ամբողջ ազատամարտի ընթացքում Սամվել Բաբայանը իր դերակատարությունը ունեցել է, վերջո այն ժամանակ բանակի հրամանատարը ինքն է եղել, ես եղել եմ պաշտպանության բանակի շտաբի պետը եւ իր ղեկավարությամբ, բայց նաեւ Արցախի իշխանությունների ղեկավարության աջակցությամբ հասել ենք հաջողությունների։ Այդ հաջողություններում մեծ դերակատարություն են ունեցել նաեւ նոր կազմավորված ստորաբաժանումների հրամանատարները, տեղային հրամանատարները, պաշտպանական շրջանների հրամանատարները, որոնք որ ընդհանուր մտահղացման շրջանակներում կարողացել են ինքնուրույն խնդիրներ կատարել, նախաձեռնություն իրենց վրա վերցնել, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարել եւ այդ ամենը շատ կարեւոր է։ Նսեմացնել որևիցե մեկի դերակատարությունը ես գտնում եմ ճիշտ չէ։ Այսինքն հստակություն չկա ըստ էության բոլորն էլ իրենց դերը ունեցել են, բայց ասել որ կոմանդոսը դիրքը թողել գնացել է, այդ դրվագը այդպես է։ Ես չեմ լսել, ինչ դիրքի մասին է խոսքը գնում, ես չգիտեմ։ Այդ դիրքում կոնկրետ ես չեմ եղել, որովհետեւ ես մի ուղղության հրամանատարներից մեկն եմ եղել։